Կալանավորել են TikTok-ում ինչ-որ քննադատության Տեսեք դուք հարցը տեսեք Facebook-ում քննադատության համար ինչպիսին է եղել, եթե դա կոչեն քննադատություն, դրա բովանդակությունը։ Եթե խոսքը ատելության խոսքի, խտրական խոսքի մասին է, որը պատժելի է քրեորեն, իրավաչափ է ցանկացած ներգործության միջոց, որը տեղավորվում է օրենքի եւ իրավունքի շրջանակներում։ Հիմա ինչպես ես մեկնաբանեմ, դուք հարցը տալիս եք այնպես, որ ստացվում է, որ ինչ էլ արված լինի, իրավաչափ չի կարող լինել, իսկ իմ պատասխանը հետեւյալն է. եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ եւ այլն, որոնք հատում են շեմը այլևս քրեորեն հետապնդելի արարք համարվելու, այո, իրավաչափ է քրեական հետապնդման ցանկացած գործողություն։ Ինչպես է ստացվում, որ իշխանությանը քննադատողներին այդ ձեր նշած օրենքի հիմքով գործընթացներն այդ ընդդիմադիրներին չեն։ Օրինակ կաթողիկոսին, որ ասել էր պետք է գլուխը ջարդել, այդ անձը հետ կապված ճիշտ է, գործ հարուցվել է, բայց կարգավիճակ չունի, ազատության մեջ է։ Ախր այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Ես չեմ ընդունում խտրական որևէ դրսևորում։ Ես կարծում եմ, որ ցանկացած արարքին պետք է տալ ճշգրիտ գնահատական եւ համանման իրավիճակներում այդ գնահատականները պետք է լինեն նույնը։ Ես դրա կողմնակիցն եմ։ Եվ քանի որ ասում եք քրեական գործ հարուցվել է, դա շատ լավ է, եթե հանգամանքները դուք ճիշտ ներկայացրեք։